Շնորհակալություն Քրիստինե, բարի լույս։ Տովստիլիս բնակավայրն ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Չեռնոբիլի ատոմակայանից։ Մինչև 1986 թվականի աղետն այստեղ 3000 մարդ էր ապրում։ Երբեմնի ծաղկուն ու աշխուժ այդ բնակավայրի բնակիչներից հիմա ողջ է հազիվ 100-ը։ Աղետից 25 տարի անց հրապարակված Տովստիլիսի բնակչուհու այս վկայությունն իհարկե եզակի չէ։ Թեև պաշտոնական տվյալներով մարդկության պատմության խոշորագույն տեխնազին աղետին զոհ է գնացել 32 մարդ, աղտոտված միջավայրն ազդեց 100 հազարավոր մարդկանց վրա, առաջացնելով բազմաթիվ հիվանդություններ, կրճատելով նրանց կյանքը։ Միջուկային աղետ դարձած պայթյունը տեղի ունեցավ գիշերը, ատոմակայանի 4-րդ ռեակտորի պայթյունից այնպիսի քանակությամբ ռադիոակտիվ նյութ արտանետվեց մթնոլորտ, որ տասնյակ անգամ գերազանցում էր ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետված ատոմային ռումբերի ճառագայթումը։ Պայթյունից զոհվածների, հետագա տարիներին մահացածների եւ հիվանդների թվի շուրջ մինչև այսօր վեճերը չեն դադարում։ Այնպես ինչպես դեռ տարբեր են վարկածները, ինչու տեղի ունեցավ վթարը։ Ամեն դեպքում տեղի ունեցածի համար 10 տարի ազատազրկման դատապարտված գիտնականներից այսօր ողջ են միայն 3-ը, մեկն ընդ որում աղետից հետո հոգեբուժարան է տեղափոխվել։ Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացմանը ներգրավվեցին կամավորներ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից։ Կամավորներից 3000-ը հայեր էին, նրանցից 200-ը մահացել են։ Ինչու տեղի ունեցավ աղետն ու ինչպես ապահովել միջուկային անվտանգությունը։ Սա է այս առավոտ մեր քննարկման առարկան։ Տեսածի, լսածի ու ապրածի մասին ականատեսի հետ ենք ուստի նախ եւ առաջ զրուցելու։ Բարի լույս, մեր տաղավարում Սերժիկ Ցականյանն է, Չեռնոբիլի վետերան։ Պարոն Ցականյան, դուք 72 օր անցկացրիք Չեռնոբիլում։ Դուք գիտեիք ուր եք գնում։ Մենք չենք իմացել մեզ ուր են տանում, մեզ կանչել են զինք կոմիսարիատը, հավաք է տեղի ունեցել, որ գնում ենք նոր տեխնիկայի ծանոթացում։ Եվ բոլորի դոկումենտացիան հավաքել են, գնացել ենք զինք կոմիսարիատ, ստորագրել ենք, որ մենք գնում ենք։ Հետո նրանք լրացրել են, որ մենք կամավոր ենք գնում, բայց այդ բան չի եղել։ Չենք իմացել ինչ բան է Չեռնոբիլը։ Հավաք կատարվեց այն ժամանակ էր, որ բանակի ճանապարհին դաժե չթողեցին։ Մյուս օրը մեզ վերցրին եւ 1500 հոգի նանկամից տարան։ Տարան Չելյաբինսից էլ տեղափոխեցին, մաս արեցին տարբեր տեղեր։ Տարբեր զոնաներ տարան, որ մարդկանց ստուգենով առողջ, ով ատամները թափված էր, պահում էին, ով չառողջն ուղարկում են զոնա։ Եվ մեզ տեղափոխեցին եւ տետերև ընդդեմ վարկեցին զոնա։ Գնացիք ինչ տեսակ։ Գնացինք տեսանք, որ բնակչությունը բոլորը փախել են, դռները բաց, մարդկություն չկա, կենտանություն չկա։ Միայն զինվորներ են դե վազուզում, պաշարիկներ են վազուզում։ Մեզ ծանոթացին, ինչ պիտի կատարենք, ես այնտեղ բրիգադիր էի, մոտում հայ տղաներն էին, ինչ գործություն պիտի կատարեինք։ Մոտում ենք զոնա, հագուստները փոխում ենք, տեղ կար մի րոպե ենք աշխատում, տեղ 10 րոպե ենք աշխատում, ինչ որտեղ ինչքան ճառագայթում կա։ Ինչ գործողություններ էիք անում հիմնականում։ Մենք բետոն ենք լցում հատկապես կորպուսի ներսը։ Փակում էիք։ Փակում է ամբողջ կորպուսը չէինք նայում, շենք ինչ կա, մեկ չկա։ Վերևից անդղա բետոնը լցում են, նասոսերով կաչատ էինք անում, պատաները սվարկային անում։ Այդ գործողությունները բոլորը մենք կատարում ենք։ Եվ Այսինքն այդ սարկոֆագ կոչվածն էիք պատրաստում այդ ժամանակ արդեն։ Չէ, ժամանակ ուղղակի ամբողջ շենքը ճառագայթած, ոնց որ այս շենքը ճառագայթած, վերի պատալոգը ծագում ամբողջ թաղում ենք բետոնի մեջ, որ ինչ որ փակվի դեր ճառագայթ։ Մյուս բրիգադները դրսից պատ էին քաշում, բլոկը ռեակտոր փակելու համար։ Դուք գիտեիք ինչ վտանգ է ներկայացնում այդ ժամանակ արդեն այնտեղ աշխատելը։ Ես որ առա գնում ենք արդեն տղաները արդեն այնտեղ սպասում են, ես դեզոմետրիստ հետ մտնում էի, նայում եմ որտեղ ինչքան ճառագայթում կա, քարտեզ կար, ես նայում եմ որտեղ ինչքան ճառագայթում կա։ Այստեղ նա գիտես ինչա ճառագայթում, ոնց որ ամպերի կուչ լինի։ Չես դրում դու դրանց։ Պետք է ստուգես որ ճանապարհով դու գնաս, ոնց որ մինապատված լինի, քոշի անստած։ Հասկանու՞մ ես։ Որտեղ ինչքան ճառագայթում կա, որտեղ պետք է վազելով ասել, որտեղ դանդաղացնես, այդ վարիանտներ են դեղ աշխատում։ Կարողանում էին հիմնականում կողմնորոշվել ինչպես անել, որ քիչ ճառագայթվել։ Երբ զգացին ձեզ հետ արդեն Չեռնոբիլ եկած հայերը, որ վտանգի են ենթարկված։ Ապարատներ, որ օպեներներ ցույց տալի եւ դեկապիտելներ կային,
որ բերում ենք ստուգում ենք, իրանք ունենք ռենտգենի տանցնում ենք։ Բայց մարդիկ կան անցնում են, բայց ցույց մեծ չէին գրում, այդքան ստացել են գրում են զորեսկան ռենտգեն, ու խաբե աշխակապություն էր։ Եվ դրա համար տեխնիկա չունեին մենք այնտեղ։ Դրա համար տաները շատ էին տուժում։ Բայց պաշտպանիչ հագուստներ, հատուկ սնունդ, ինչպես էիք ապրում այդ օրերին այնտեղ։ Հագուստը օրեկան մենք գնում ենք այնտեղ աշխատում ենք, այդ ամբողջ հագուստը թափում ենք, տանում ենք, թազա հագնում ենք, բանիկ ենք մտում, դուրս ենք գալի եւ գալիս ենք Չելաբինս բանը չասն ենք գալիս, միշտ բրիգադներ գնում այդ մենք Իվանկո ենք մնում, Իվանկոն Չեռնոբիլից հեռու 90 կիլոմետր, պատկերացրեք, առավոտը գնում ենք 90 կիլոմետր հետ ենք գալի։ Այնտեղ հատկապես օգնում են խորհուրդ են տալու որ անդադ հանկային ջուր խմեք։ Հանկատ քրտնացում է մեզ, ոնց որ մաքրի մեր մաշկը փոշիներից։ Սնունդը շատ լավ է եղել, չտեսնա սնունդ եղել, ամեն ինչ տեղին գնացել է։ Բայց ասում են ձևափոխված էր, հա, այնտեղ մրգեր էին աճում, որոնք սովորական մրգերից տարբեր էին, չափերը մեծացած էր։ Սրանք լեգենդներ են, թե իսկապես ամեն ինչ այլ տեսքով էր Չեռնոբիլը։ Ոնց կարելի է բացատրել, եթե կլուբնիկ եմ տեսել, ելակը տանց խնդորել եմ տեսել, նա սովորական մեր դորի տանձիրման աճել են, բացատրում են երկու խալի կովաղել, եղել են, մենք այդպես բաներ չենք տեսել այնտեղ։ Լավ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նյարդաֆիզիոլոգիական եւ նյարդավիրաբուժական ինստիտուտների տվյալներով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած մարդկանցից ոմանք տառապում են ուղեղի ժամանակից շուտ ծերացման ախտանիշով եւս։ Գիտնականները 20 տարի 200 տուժածի են հետազոտել եւ եկել այն եզրակացության, որ հատկապես գիտնականները չեն կարողանում զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Իսկ ընդհանրապես վթարի ժամանակ այգում գտնվածների օրգանիզմում ախտահարվել են բոլոր սրտանոթային, ներզատիչ, իմունային եւ հենաշարժողական համակարգեր։ Գործընկերս Լիանա Ռաֆայելյանը հանդիպել է դարձյալ մի մարդու, ով Չեռնոբիլում վթարից հետո ապրել է 30 օր։ Հետևենք ռեպորտաժին, կվերադառնանք հետո մեր զրույցին, պարոն Սաքանյան։ Вот это Шестаков, это замполит был там. Это вот наш Сергей Саркисович Соловердян, не знаю, где он сейчас, что с ним. 86 թվականի սեպտեմբերի 22-ն էր։ Հայաստանում ստեղծվել էր քաղաքացիական պաշտպանության օպերատիվ խումբ, որը պետք է ուղևորվեր Չեռնոբիլ։ Օպերատիվ խմբում 5-ն էին, նրանցից մեկը Վլադիմիր Սոկոլյանն էր, հակահրթիռային եւ հակաքիմիական պաշտպանության բաժնի ղեկավարը։ Այսպիսի լուրջ հանձնարարություն առաջին անգամ էր ստանում։ Չէր պատկերացնում, որ Չեռնոբիլում տեսածը չի մոռանա ամբողջ կյանքում։ Ահա Պրիպյատի գետակը, դրանով էր բաժանվում ատոմակայանը քաղաքից։ Այս քաղաքը ընդամենը 18 կիլոմետր էր հեռու կայանից։ Մարդիկ այստեղ տարօրինակ վիճակում էին, չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Պատկերացնում եք քաղաք, որտեղ կային ծաղիկներ, կենդանիներ, բայց ոչ մի ձայն։ Հետո պետք է հասկանար եւ գնահատեր իրավիճակի ողջ լրջությունը։ Չեռնոբիլում կատարվել էր սարսափելի աղետ։ Вот реактор. Ահա ռեակտորը, պատկերացրեք, դրա կենսաբանական տանիքը ջերմային պայթյունից վերացել էր, այսինքն ռեակտորը բոլորովին բաց էր, 180 տոննա ուրանի երկօքսիդ համարյա բաց երկնքի տակ։ Թե ինչ էր տեղի ունեցել 25 տարի առաջ ապրիլի 26-ին, երկար ժամանակ խորհրդային պետությունը հույժ գաղտնի էր պահում։ Հիմա բացահայտվել են շատ մանրամասներ, բայց ամեն ինչ դեռ իհարկե պարզ չէ։ 6 լուրջ սխալ է տեղի ունեցել Չեռնոբիլում։ Դրանցից մեկն այն էր, որ ցանկացած տեխնացին աղետի դեպքում ահազանգ պետք է հնչի։ Այս դեպքում ճառագայթման մասին ոչ մի ահազանգ չի հնչել։ Մարդիկ չգիտեին, որ պետք է տանը նստեին դուռը լուսամուտը ամուր փակեին։ Մարդիկ ոչինչ չգիտեին։ Փաստորեն ոչ միայն խորհրդային հասարակությունը, այլև հենց Չեռնոբիլի եւ մոտակա տարածքների բնակիչներն էին գտնվում ինֆորմացիոն վակուումում։ Առաջին օրը զոհվեց 30 մարդ, հենց պայթյունի ժամանակ։ Հետո եւս 8-ը, ովքեր փորձում էին հանգցնել ռեակտորում ծագած հրդեհը։ Ռուս-ուկրաինացի հրշեջներն էին, երիտասարդներ, ովքեր փորձում էին հանգցնել ռեակտորում ծագած հրդեհը, սակայն զոհվեցին, որովհետև այնտեղ միաժամանակ շատ բարձր ճառագայթում էր։ Ճառագայթման մակարդակը հաշվում ենք այսպես. օրինակ 0.1 ռենտգեն 1 ժամում, նշանակում է, եթե տվյալ տարածքում դուք 10 ժամ եք անցկացրել, ուրեմն 10 ռենտգեն ճառագայթում արդեն ստացել եք։ Վլադիմիր Սոկոլյանը մեկամսյա ծառայությունից վերադարձավ լուրջ առողջական խնդիրներով։ Հիմա երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց այդ մասին չի խոսում։ Փոխարենը հպարտությամբ ցույց է տալիս Հայաստանից ստացած շքանշանը։ Ну, может быть, вот так положить, да? Это армянский.
Չեռնոբիլյան հուշերի մի մասը գնդապետի համար ամփոփված են այս թղթապանակում, մյուսները սրտում են, գաղտնիքներ կան, որոնք դեռ ոչ մեկին չի պատմել։ Լուսանկարների կողքին իհարկե շնորհակալագրերի եւ պատվոգրերի տրցակն է, անցաթղթեր, որոնք ոչ բոլորին էին տրվում։ Զինվորականի ճակատագիրն է այդպես։ Պահ է գալիս, որ դու չպետք է մտածես քո մասին։ Ինքս ինձ ասում էի, եթե ոչ ես, ապա ով գնա։ Մեզ այդպես են սովորեցրել։ Դանա Ռաֆայելյան, Արեգ Հակոբյան, Առավոտը շանթում։ Մեդալ Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնելու համար սովետական միությունից, մեդալ Հայաստանի Հանրապետությունից նույն գործողություններին մասնակցելու համար։ Դուք երեք ստացել եք Ադմիրալ Իսակով։ Այո, մեդալը։ Ինչ եք զգում, երբ 8 մեդալով հարգում են ձեր արած աշխատանքը։ Հարգում են մեզ, չեմ բան չունեմ ասելու։ Հարգելուց հետո էլ պետք է մեզ մի քիչ արտոնություն տան։ Մեր արտոնությունը նայեն մեզ, մեր թոշակները վերանայեն։ Ու մեդալով չի որոշում ամեն ինչը։ Սովետական իշխանության ժամանակ, որ մեզ տարանբերին տեր կայնեցին։ Բոլոր լուգոտաներից մենք օգտվում էինք, սանատորիա, ամեն տեսակ, ամեն ինչից օգտվում էինք։ Մեզ տեր էինք այնում։ Հիվանդանոցում լիքներ դեղորայքներով ամեն տեսակ, այսօր հիվանդանոցում դեղորայք, ամենաթանկ դեղորայքներ չկան, չեն էլ կարա բերեն հիվանդանոց որտից բերի։ Մենք ենք շարադատ առում բերում, որ մենք բուժում ենք։ Երբ առաջ եկան առաջին ախտանշանները հիվանդության, երբ հասկացաք որերորդ օրը, որ որոշակի հիվանդություններ ունեք արդեն առողջական խնդիրներ։ 86 նոյեմբերին բոլոր ատամները թափվել են։ Բոլոր ատամները, անչափես մենք դա փոխել ենք ռադիոլոգիայի ինստիտուտ ունենք, բոլոր դա մարդիկ բուժում են, նայում մեզ։ Ինստիտուտը լավ ինստիտուտ է, լավ պրոֆեսոր ենք Հովհաննիսյանը, որը միշտ աջակցում է մեզ, բայց այդքան դեղեր թանկարժեք դերնանք չեն կարա բերել մեզ բուժեն, որտից բերել։ Բոլորիդ վրա ճառագայթումը նույն կերպ ազդեց այն ժամանակ։ Կհիշեք, սկզբում ավելի թույլերն էին։ Մի քանի գնում ամեն վրա ավելի ազդում։ Այնտեղ կար ատոմական ինժեներ Լենինգրադի Իվանով, այսօր հարցը ասեց Սականյան ասեց, через 80 видно будет ասեց, потихонечку это поднимается։ Կամանց ազեմոտ հիվանդություն առաջանալու, այո, եթենցել կատարում է, շատ մարդ, այսօր ատվյալով 425 հոգի հայաստանից մահացել են, պատկերացնում եք, և մեր տղաներից մեզ մասր այդ վիճակում, Ղարաբաղյան շարժման ժամանակ զենքը ձեռքներին կռվեցին թուրքերի դեմ, ես ընդեղ մահացան, արել է, էլի այդ պայմանների վիճակով, այդ մեր տղաները պայքարում են, հայերիքրամ ամեն ճանում էին, բայց այսօր մենք ոչ մի բան ենք պետության համար, ոչ մի արտոնություն չունենք, ոչ մի սանատոր, ուր գնում ենք մեր առաջ դռները փակեն, թոշակ 29000 ռուբլի թոշակ է տալի, դրամ է տալի, 29000 դրամով ես ինչ անեմ, ասեք դրամ, այնուամենայնիվ բավական առույգ եք, ես ուրախ եմ դրա համար, կյանքի նկատմամբ սերը։ Այո, ես առույգ եմ, որտեղ նայող կա, իմ դեղերը լավ մարդիկա, որ իմ դեղերն առնում են տալիս է, ես սարսկվում եմ դեղերից, ամեն մարդ բաղջի վիճակում լավ հարևանն է դեղերն ուղարկի մասկրից, ունակ իմ հարևան հարություն էդիկ կա, իմ դեղերը տղաներն ու առնում են, միայն արվում են, ինչ դեղակ ես պես, Սակայան, միայն դու պետք է բուժվես։ Վետերաններով հաճախ եք հանդիպում, երբևէ առիթ, դուք նոր Չեռնոբիլի կադրերն էինք միասին նայում։ Չէ, հատկապես չէ, ոնց որ մոռացած լինենք մեկը մյուսին։ Դաժե մենք այն վիճակի մեջ ենք, որ մեկը մանանք, գոնե կայանանք, ֆինանս ունենք, մի հատ պսակ առնենք, էլի գոնե տանենք, դնենք այդ մարդը դրան առաջ, ասենք մեր կողմից է։ Քիչ բարերարներ կան մեր մոտ, որ չեն կարում մեզ ձեռքցեն։ Շատ հարուտ միլիոնատեր մարդիկ կան, չեն անում գումար ինչ անեն։ Այսօր երեկվա համար չեն կարել, որոշ գումար հատկացրին, որ մարդիկ տեսար ինքը թխաշկով գյուղերից եկել էին, ինչ հագուստով են եկել մարդիկ, գոնե մարդկանց կամերտից մի 10,000 դրամ դայիք հետ ուղարկենք, գոնե ճանապարհածախսի դեմ, դեր չարին։ Բայց ում համար են նրանք անում, ես չեմ հասկանում։ Ընդմիջենք մեր զրույցը, գովազդը այս պահին շանթի եթերում, այնուհետև հետևենք օրվա եղանակի տեսությանը։ Սերժիկ Ցականյանը Չեռնոբիլի աղետի վթարի հետևանքները վերացնելու համար Չեռնոբիլում անցկացրել է 72 օր։ Պարոն Ցականյան, կասեք ինձ, դեզանից լավ դժվար որևէ մեկը կարողանա ասել, ինչպես պաշտպանվել ճառագայթումից, ինչ ձևեր կան։ Ճառագայթումից պաշտպանում չկա, միայն դեղապետի ճարենք, բուժվենք,
մեզ ծնունդաբեր որ սնվենք, մենք դրան տված 28,000 դրամով չենք կարա սնվենք, մենք խնդրում ենք կառավարությանը, վերանայ մեր լուկոտաները, բարձրացի մեր թոշակները, որ մենք կարողանանք տեղից շարժվենք, մենք ուրիշ բանի իրանից չենք պահանջում, միայն այդքանը 28,000 դրամն ինչ է որ նայն թոշակը նշանակել, իսկ սովետի ժամանակ ինչքան ես թոշակ էի ստանում, այդքան ենք պահանջում ենք հակապետրանին 6 տարի պայքարում ենք, որ որտեղ հուշատախտակին ակպատ հուշակոտող կառուցենք, մենք մեր ուժերով, խնդրում 6 տարի պայքարում ենք թույլատվություն չեն տալի, դա ենք մենք ցանկանում, որ գոնե հավաքած տեղ իմանանք, կարգին տեղ մենք հավաքում ենք։ Հետո ես շնորհակալություն եմ ատում Արամ Մռանյանին, որ շանկուսակցություն զորապլի 12-ին ազգային ժողովին ձայն բարձրացուց և Չեռնոբիլի հարցը դրավ, որ նայեն մեր լուկոտաները, տանում են զարթոնությունները։ Ինչ կցանկանամ, որ մարդիկ խաղն են, մյուս անգամ ես վթարներ չտենան։ Երբ որ տեսակ Ֆուկուշիմայում տեղի ունեցած աղետը, ինչ ապրեցիք այդ ժամանակ։ Այդ ժամանակ ես շեցի Չեռնոբիլը, միգուցե այս էր պատճառը, որ մեր ղեկավարությունը բոլորը խառնեցին իրար, հիշելով տեսնավոր Ճապոնիայում ինչ կատարել, նորնանք պատկերացրին, թե Չեռնոբիլում ինչ է կատարվել։ Այդ Չեռնոբիլի ժամանակ հիշեցին, դրա համար այս անգամ շատ բարձրացավ։ Եվ տեսակ նախագահը իր ուղերձը ուղարկեց մեր Չեռնոբիլի, շնորհակալություն հայտնում մեր նախագահից, առաջին նախագահն է, որ մեզ հիշեց, առաջին նախագահ, ես ցավակցում եմ տղաներին, որ զոհ գնացին, մահացան, և այն տղաներին ցավակցում եմ, որ զենքը ձեռքները կռվեցին Թուրքի դեմ Ղարաբաղի համար, այսօր չկան, այն նրանց եմ ցավակցում, էլի ծանր վիճակում մարդիկ զենքը ձեռքով կռվում էին։ Պարոն Ցականյան, շնորհակալություն ձեզ ձեր կատարած հերոսական աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև այս առավոտ մեր հյուրը լինելու համար, առողջություն եմ ձեզ մաղթում, առողջ եղեք։ Խնդրում եմ, որ պետությունը մեզ մի քիչ տեղ տա, գնահատի մեզ, մեր լուկոտաները վերականգնի, մեղք են այս տղաները։ Շնորհակալ եմ այս առավոտ մեզ հյուրընկալվելու համար։ Մենք մեր թողարկումը կշարունակենք քիչ ավելի ուշ, թեման տարողունակ է և նոր հյուրեր կլինեն տաղավարում։ Այս պահին արդեն հորիզոնի ժամն է, Քրիստինե Ալագուլյանը կներկայացնի, թե ինչ է կատարվել աշխարհում և Հայաստանում նախորդ կես ժամվա ընթացքում։ Բարի լույս։ Չեռնոբիլն ապահովում էր ԽՍՀՄ էլեկտրաէներգիայի մի զգալի մասը, խորհրդային կայսրությունում ամենահզորն էր համարվում։ Ճապոնական Ֆուկուշիմա ատոմակայանը այդ երկրում դարձյալ ամենահզորներից էր։ 1976 թվականին Հայաստանում 4 էներգաբլոկներով կառուցված Մեծամորի ատոմակայանի այսօր աշխատող միակ երկրորդ էներգաբլոկն ապահովում է երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40-ից 50%-ը։ Ճապոնական երկրաշարժից հետո ատոմակայանում գրանցված պայթյուններն աշխարհին անգամ ստիպեցին մոռանալ բուն երկրաշարժի հետևանքների մասին։ Շրջանառության մեջ դրվեց երկրորդ Չեռնոբիլ եզրը և ատոմակայանների անվտանգության խնդիրը միանգամից հայտնվեց պետական օրակարգի առաջին տեղում բոլոր ատոմակայաններ ունեցող երկրների համար։ Երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ ահաբեկչություն, կլիմայի գլոբալ փոփոխություններն արդեն գործող անվտանգության համակարգերը լայնորեն վերանայել են ստիպում և պաշտպանվել, ինչպես և ինչպիսի երաշխիքներով։ Այս հարցերը քննարկելու համար այս առավոտ մեզ միացել են Աշոտ Մարտիրոսյանը, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ, բարի լույս պարոն Մարտիրոսյան, և Վահրամ Պետրոսյանը, Հայ ատոմ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենը, բարի լույս պարոն Պետրոսյան։ Ֆուկուշիմայից հետո հիշեցին Չեռնոբիլը և ակտիվացան գոնե մեզ մոտ, մեր տարածաշրջանում, Հայաստանում խոսակցությունները Մեծամորի ատոմակայանի անվտանգության մասին։ Ասում էին հին ատոմակայանը և գուցե ունենա նույն խնդիրները, ինչ Չեռնոբիլը և այլն, խոսակցությունները գիտենք։ Ինչ տարբերություններ կան, որքանով անվտանգ է այսօր Մեծամորի ատոմակայանը։ Նախ կցանկանայի շեշտել մի տարօրինակ փաստ։ Բոլոր 3 ծանր վթարները, որոնք տեղի են ունեցել ատոմէներգետիկայի բնագավառում, տեղի են ունեցել աշխարհի ամենահզոր երկրներում, ամենազարգացած։ Նախ 79 թվականին Միացյալ Նահանգների Three Mile Island ատոմակայանում, երկրորդը Խորհրդային Միության Չեռնոբիլի ատոմակայանում և երրորդը Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում։ Թվում է, թե այդ երկրները ամենահզորն են, ամենազարգացած և վթարները պետք է բացառվեին, բայց ստացվում է, որ այդ երկրները լինելով բնագավառի
փաստորեն օրենսդիրը անվտանգության նորմերի կանոնների սահմանման տեսակետից միաժամանակ հենց այդ երկրներում անվտանգությունը, որը համարվում է գերակա մյուս բոլոր խնդիրների նկատմամբ, իրականում գերակա չեն եղել։ Այդ երկրներում արհամարվել է անվտանգության գերակայությունը։ Սա մենք կարող ենք փաստել եւ հետեւությունները հետագայում պետք է արվեն, որպեսզի չկրկնվեն նման սխալները։ Բոլոր վթարները տեղի ունեցել մարդկային գործոնի, մարդկանց սխալի պատճառով։ Ինչ վերաբերում մեր ատոմակայանին, հայկական ատոմակայանը ճիշտ է առաջին սերնդի ատոմակայան է, բայց սկսած 82 թվականի մեծ հրդեհից, երբ ատոմակայանի նախագծային հայեցակարգային լուծումները ապացուցեցին իրենց շատ ճիշտ ընտրված լինելը, որտեղ ատոմակայանը ավելի քան 6 ժամ զրկված էր հոսանքից, բայց ռեակտորային տեղակայանքը մնաց շատ կայուն վիճակում եւ ոչ արտանետումներ, ոչ արտահոսքեր ռադիոակտիվ տեղի չունեցան։ Այսինքն վթարային իրավիճակներում փորձարկված է, սա միակ փորձարկումն էր, ասենք այսպես ատոմակայանին։ Բնական փորձարկում կարելի ասել բնական իհարկե ճակերտների մեջ, բայց դա ցույց տվեց, որ մեր ատոմակայանի նախագիծից կապես շատ մտածված եւ մեծ անվտանգության պաշարով է կառուցված։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դրանով հանգստանանք։ Մեծ քանակի միջոցառումներ են իրականացվել այս ընթացքում։ Հատկապես շատ միջոցառում իրականացվեցին 93 թվականից հետո, երբ կառավարության որոշմամբ որոշվեց վերագործարկել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը։ Բազմաթիվ մի քանի 100 խոշոր միջոցառումներ իրականացվել են մինչև այժմ եւ դեռ իրականացվեն հաշվի առնելով Ֆուկուշիմայի վթարի պատճառները։ Մենք սրանց դեռ կանդրադառնանք, պարոն Պետրոսյան, ինչպես է գնահատում ատոմակայաններ կառուցելիս, նաև այսօր անվտանգությունը պահպանելիս հայ գիտական մտքի միտքը։ Նախ կուզենայի շեշտել այ թվարկված ատոմակայաններում տեղի ունեցող վթարները, ինչպես Ճապոնիայում, ինչպես Չեռնոբիլում, եւ համեմատել մեր ատոմակայանի։ Դրանք կոնստրուկտիվ տեսակետից տարբեր, ուրեմն հաջողագիտ ասում են ատոմային էլեկտրակայան, ելքը նույն էլեկտրաէներգիայի արտադրություն, բայց կոնստրուկտիվ մոտեցումներով իրականացման տեսակետից սրանք լրիվ տարբեր ռեակտորներ են։ Երկու ռեակտորներն էլ եւ Ճապոնիայում եւ Չեռնոբիլում դա եռացող տիպի կանալային ռեակտորներ են, դրանց անվանում ենք այսպես ասած RBMK, որտեղ տարանջատված են ջերմակիրը եւ դանդաղեցուցիչը, իսկ մեզ մոտ ուրեմն ջրաջրային էներգետիկական ռեակտորներ են, սրանք ուրեմն եւ ջերմակիրը եւ դանդաղեցուցիչը նույն ջուրն է, եւ այս ռեակտորները ինքնակարգավորվող են։ Մեր շահեկանորեն մեր ռեակտորները ավելի ինքնակարգավորվող են եւ այսպես ասած անցողիկ ռեժիմներում իրենց անվտանգությունն ավելի լավ է ապահովված, իրենց ինքնակարգավորվող լինելու պատճառով։ Այս ինչպես պարոն Մարտիրոսյանը նշեց 1972 թվականի վտարը, երբ 6 ժամ հոսակազրկված էր ատոմային էլեկտրոկայանը, մեր նույն գլխավոր շրջանառու պոմպերը ջուր չէի տալիս ռեակտոր, բայց պես ռեակտորը հոսանքը վերականգնելուց հետո ճշմարտ փոփոխությունները շատ փոքր էին եւ այն երևույթները, ինչ տեղի ունեցավ Ճապոնիայում եւ ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլում, մենք զերծ մնացինք։ Դա շատ ծանր վտար էր իմիջայլոց, բայց համենայն դեպս սա ճիշտ կոնստրուկտիվ տեսակետից ճիշտ կառուցված ուրեմն բլոկ է մեր էներգոբլոկները։ Երկու էներգոբլոկ մենք ունենք, պետք է ասեմ, որ առաջինը այսօր կանգնած է, երկրորդն մենք շահագործում։ Գիտական միտքը նրանում է, որ գնալով պետք է ոչ թե ռեակտորի հետ առանձնապես փոփոխություններ կատարել, առայժմս ինչ կառուցված է, ինչ կոնստրուկտորները նախատեսել են, այնպես էլ կառուցված է, այլ այստեղ ուրիշ հարց կա, թե լրացուցիչ ինչպիսի համակարգեր, օժանդակ համակարգեր ինչպես լավացնել, ինչ մագարտակի բարձրացնել, որի միջոցով էլ ապահովել ատոմակայանի անվտանգ շահագործում։ Հայաստանը սեյսմոակտիվ գոտում է Ճապոնիայում երկրաշարժից հետո, ճիշտ է, մենք բնականաբար ցունամիից ապահովագրված ենք, բայց երկրաշարժի ուժգնության աստիճանից ոչ, որքանով եւ որ չափի երկրաշարժին կկարողանա դիմակայել մեծամորի ատոմակայանը։ Նախնական նախագծով նախատեսված էր, որ նախագծային երկրաշարժը 7 բալ եւ առավելագույն հաշվարկային երկրաշարժ 8 բալ։ Սակայն վերագործարկումից առաջ կատարվեցին եւ հրապարակի հարակից տարածքների սեյսմիկ լրացուցիչ հետազոտություններ եւ
իրականացվեցին մի շարք լուրջ միջոցառումներ սեյսմիկ անվտանգության բարձրացման համար։ Դրանք մինչև այժմ շարունակվում են, անընդհատ ավելի խիստ պահանջներ են դրվում ատոմականի սեյսմիկ անվտանգության ապահովման համար եւ դրանք շարունակվեն ընդհանուր մինչև ատոմականի շահագործումի ցանումը։ Ներկայումս ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը գնահատվում է որպես 0.4G արագացման համար հաշվարկված սեյսմակայունության ատոմակայան։ Դա նշանակում է, որ եթե լինի այս հարթակում, այս տարածքում ամենամեծ, ամենահնարավոր երկրաշարժ, առավելագույն երկրաշարժը, որը տեսականորեն է հնարավոր, ատոմակայանը կդիմակայի այդ երկրաշարժին առանց ռադիոակտիվ արտանետումների, առանց ռադիոակտիվ արտահոսքերի։ Կառուցման գոտին ինչպիսին է այս իմաստով։ Մենք 88-ի երկրաշարժի փորձնել ունենք։ 88-ի երկրաշարժը ցույց տվեց, որ ատոմակայանը եւ սեյսմիկայունության տեսակետից եւ սեյսմիկ անվտանգության տեսակետից բավական մեծ պաշար ունի եւ Հայատոմ ինստիտուտը ունի մշակած հատուկ համակարգ սեյսմիկ անվտանգության ապահովման, որը թույլ չի տա, որպեսզի ատոմակայանում տեղի ունենան լուրջ խոշոր վթարներ սեյսմիկայի պատճառով։ Ինչ համակարգ է դա։ Պարոն Պետրոսյան ավելի մանրամասն սիազի համակարգի մասին։ Մեզ մոտ մշակվել է ինդուստրիալ հագասեյսմիկ պաշտպանության համակարգ։ Եթե զերծ մնանք տերմիններից, որոնք բնակչության լայն մասը գուցե դա համակարգ է, եթե համակարգ առաջ ուրեմն տեղադրված էր բոլոր մշակվել է ինստիտուտի կողմից եւ պատրաստվելներ է դրվել բոլոր ռուսական, ուկրաինական եւ արևելյան Եվրոպայի, որտեղ սովետական միությունն էր կառուցել ատոմակայան, տեղադրված է բոլոր նմանատիպ ատոմային էլեկտրոկայաններում։ Վերջի ժամանակաշրջանում մենք այն դարձրեցինք նաև թվային համակարգ, վերածեցինք թվային համակարգի, այն տեղադրված է 2005 թվականին արդեն նոր սերնդի հագասեյսմիկ պաշտպանության համակարգներ ենք դրել մեր ատոմային էլեկտրոկայանում, որ երկրաշարժի ժամանակ ինչ որ մագարտակի երկրաշարժի ժամանակ արդեն որոշված հաստատված ատոմստողության կողմից ուրեմն նա միացված է անմիջապես ռեակտորի պաշտպանիչ համակարգին եւ տվյալ մագարտակի երկրաշարժի դեպքում ուղարկում է համապատասխան ազդանշան եւ ռեակտորը կանգնեցվում է։ Այս համակարգով պաշտպանված է մեր ատոմակայանը, բացի դրանից պետք է ասեմ նաեւ միջև այդ էլ ուրեմն դերևս նախագծային փուլում եւ կառուցման փուլում ուրեմն մեր ատոմակայանը պաշտպանված է հատուկ ճապոնական արտադրության, միջալյուց ճապոնական արտադրության հիդրոամորտիզատորներով, որտեղ բոլոր կարևոր հանգույցները առաջի կոնտուրի կապված են այս հիդրոամորտիզատորներով, որոնք թույլ են տալիս սովորական աշխատանքային ռեժիմներում ջերմային ընդարձակումները, իսկ երկրաշարժի ժամանակ դա ունեն այդպիսի հատկություն, որ վերցնում են հարված իրենց վրա եւ թույլ չեն տալիս, որ այդ ծանր սարքավորումները տեղի շարժվեն եւ որը բերի ծանր վտարների։ Շնորհակալություն, մենք մի փոքր ավելի ուշ կշարունակենք մեր զրույցը հենց չափանիշների մասին, որոնք արդեն կիրառվում են նոր ատոմականներ կառուցելիս։ Աշխարհը, քանի որ ատոմականներ կառուցելու նոր չափանիշներով է որոշել առաջնորդվել, ՄԱԿ-ը հայտարարել է էլեկտրակայանների շինարարության նոր չափանիշները հաստատելու իր որոշման մասին։ Ատոմակայաններ են դրանք, որ կդիմադրեն երկրաշարժից մինչև ահաբեկչություններ, բայց ոչ միայն այդքանը, ճապոնական Ֆուկուշիման նոր խնդիրել է առաջացրել իրազեկվածության բարձրացումը միջուկային անվտանգության հարցերում, իրազեկվածություն պետությունից մինչև պետության յուրաքանչյուր քաղաքացին։ Քրիստինե Ալագուլյանը կանդրադառնա այս խնդիրներին Չեռնոբիլից մինչև Ֆուկուշիմա եւ մեծամոր առաջարկում եմ դիտել։ 1986-ին, երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի աղետը, այս քաղաքում ավելի քան 12,000 մարդ էր ապրում։ Հիմա այստեղ ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են այդ տարածքը մուտքն արգելող ու հսկողությունը երաշխավորող հաստատություններում։ Թե ինչ էր իրականում տեղի ունեցել Չեռնոբիլում, միանգամից հասկանալ դժվար էր, տեղեկատվությունը խիստ սահմանափակ։ Այդ մասին պատկերացում չունեին նույնիսկ նրանք, ում առջև խնդիր էր դրված վերացնել աղետի հետևանքները։ Մենք ավտոբուսով եկանք այս նույն կայանը, երբ անցանք Պրիպյատի գետը, տեսանք ատոմակայանը։ Հենց դրսից երևում էր ողջ ավերածությունը։ Երբ սկսեցինք աշխատել, չգիտեինք ինչ կարգի աղետ է եղել, բայց որ դա մեծ մասշտաբներ էր ընդգրկում, պարզ էր։ Անդրեյ Գուսինի նման Չեռնոբիլ էին ուղարկվել ավելի քան 600,000 զինվորներ ու հրշեջներ Խորհրդային Միության տարբեր ծայրերից։ Ռադիոակտիվության մակարդակն այնքան բարձր էր, որ զինվորականներին հանձնարարված էր աշխատել 8 հոգանոց խմբերով եւ 40 վայրկյանից ոչ ավելի։ Այս ընթացքում հնարավոր էր վազելով գնալ ու ընդամենը միայն մեկ մեղ խփել։
Պայթյունի պատճառով ռադիոակտիվ վառելիքի մեծ քանակություն էր թափվել երրորդ ռեակտորի շրջակայքում եւ ռեակտորի տանիքին։ Դրանք ատոմակայանի ամենաաղտոտված մասերն էին։ Տանիքին ռադիոակտիվությունը կազմում էր 1500 ռենտգեն, մինչդեռ 500-ն արդեն մահացու է։ Իգոր Կոստինն այն 3 լուսանկարիչների թվում էր, ում մայիսի 5-ին այն էլ հատուկ որոշումով թույլ տրվեց ատոմակայանի տարածք այցելել ու արձանագրել տեղում կատարվածը։ Ռադիոակտիվությունն այնքան բարձր էր, որ սրա ազդեցությունը զգացվում էր ոչ միայն այնտեղ աշխատող մարդկանց վրա, այլև նույնիսկ սարքավորումների։ Սև ու սպիտակ էին ստացվում գունավոր ֆոտոխցիկի լուսանկարները։ Այս լուսանկարները արվել են նաև մարդկանց կյանքի հաշվին եւ այսօր փաստական մեծ արժեք են ներկայացնում։ Ժամանակին այդ նկարներից միայն 2-ը, այն էլ հատուկ ընտրությամբ փոքրինչ ուշացումով հրապարակվեցին։ Հիմա Չեռնոբիլի ատոմակայանի ողջ պատմությունը Կիևում Չեռնոբիլին նվիրված թանգարանում է ցուցադրված։ Այսօր արտաքին աշխարհի աչքը կենտրոնացած է Ֆուկուշիմա 1 ատոմակայանի վնասված ռեակտորի վրա, իսկ մենք հավաքում ենք Չեռնոբիլի վթարված ռեակտորի պատկերները, որոնք արվել են 25 տարի առաջ։ Իրականում ինչն էր Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի պատճառը։ Այսօր էլ դեռ նոր բացահայտումներ են արվում։ Հենց սկզբից մեղքն ամբողջությամբ բարդվեց ատոմակայանի աշխատողների վրա, նույնիսկ տնօրենն ու եւս 5 աշխատակիցներ բանտարկվեցին։ Դատավճիռը բեկման ենթակա չէր, թեև ԽՄԿԿ քաղբյուրոյի նիստի միայն տարիներ անց գաղտնազերծված հույժ գաղտնի արձանագրության մեջ նշվում էր, որ ատոմակայանը կառուցվածքային մի շարք թերություններ է ունեցել։ Աղետից այսքան տարի անց էլ էկոլոգիական կազմակերպությունները ահազանգ էին հնչեցնում, որ գոյություն ունեցող սարկոֆագը, որով փակված է ռեակտորը, հուսալի չէ, ռադիոակտիվ վտանգը առկա է, ավելին սարկոֆագը փլվում է։ Այդ է պատճառը, որ միջազգային աջակցությամբ նոր սարկոֆագ է կառուցվում։ Այն նախատեսված է ավարտել ու տեղադրել 2014 թվականին։ Չեռնոբիլի աղետից հետո սա արդեն մեր ժամանակների ամենալուրջ խնդիրն է։ Երկրաշարժն ու ցունամին պայթյունավտանգ էին դարձրել նաև Ֆուկուշիմայի ատոմակայանը։ Արդեն երկրորդ ամիսն է, որ Ֆուկուշիմայի ատոմակայանում վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ փորձում են նվազեցնել ռադիոակտիվ արտահոսքն ու հովացման համակարգերը նորմալ գործի գցել։ Բայց եւ այնպես ռադիոակտիվության մակարդակը շատ բարձր է շրջապատում։ Վաղուց արդեն արգելվել է ատոմակայանի մոտակա տարածքից բանջարեղենի եւ մրգերի արտահանումը, դադարեցվել է ձկնորսությունը։ Միջուկային աղետի վտանգը մեծ է, սակայն Չեռնոբիլի եւ Ֆուկուշիմայի միջև տարբերություն կա։ Վթարի հետևանքով ռադիոակտիվ մեծ արտահոսք կա, սակայն մենք կկարողանանք աղետի հետևանքները վերացնել առանց մոտակայքում ապրող մարդկանց առողջությանը վնաս հասցնելու։ Բայց եւ այնպես Ֆուկուշիմայի դեպքը բավական մեծ աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում։ Ատոմակայանների գործարկումը դադարեցնելու կոչերով մինչ օրս էլ բողոքի ցույցեր են տեղի ունենում ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն ելքն այստեղ ոչ թե ընդհանուր առմամբ ատոմակայանների գործարկումից հրաժարվելն է, այլ գործարկման ձևերի վերանայումը եւ անվտանգության առավել բարձր երաշխիքների ստեղծումը։ Այդպիսի տեսակետներ հնչում են հատկապես եվրոպական երկրներում։ Մինչև վերջերս Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որտեղ ատոմակայան է գործում։ 1976-ին էր, որ Մեծամորում շահագործման հանձնվեց այս կայանը։ Թե որքանով է անվտանգ, այս հարցը վերջին շրջանում հաճախ է քննարկվել լրատվամիջոցներում եւ հասարակական շրջանակներում։ Մասնագետների խոսքով հայկական ատոմակայանը ճապոնականից տարբերվում է նրանով, որ տարբեր են անվտանգության ու սառեցման համակարգերը։ Հայկական ատոմակայանի աշխատանքը այսօր կանոնակարգին համապատասխան նորմալ ռեժիմով է ընթանում եւ այս հարցում շեղումներ չկան։ Քրիստինե Ալագուլյան, Առավոտը շանթում։ Աշխարհի 153 երկրներում ռեակտորները, որոնք գործում են, սթրես թեստերի պիտի ենթարկվեն, սա որոշվել է Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարից հետո։ Ինչ ասել է սթրես տեստ, ինչ պիտի տեղի ունենա, երբ այս ծրագրում կներգրավի նաև մեր ռեակտորը աշխատող։ Ուրեմն նախաձեռնությունը սթրես տեստեր անցկացնելու պատկանում է Արևմտյան Եվրոպայի երկրների կարգավորող մարմինների միությանը, Վենրային։ Նրանք մշակել են հարցերի այն շրջանակը, որոնք պետք է քննարկվեն լրացուցիչ խորը ուսումնասիրվեն գործող ատոմակայաններում։ Սթրես տեստը նշանակում է խորը վերլուծություն։ Հայկական ատոմակայանը սպասելով մինչև Վենրայի բոլոր ուրեմն անդամ երկրներ համաձայնվեն այդ հարցերի շրջանակի հետ, արդեն սկսել է աշխատանքների իրականացումը։ Մշակված են այն հարցերը, այն մեթոդիկաները, որոնց օգնությամբ հայկական ատոմակայանում պետք է իրականացվեն խորը վերլուծություն, բարձելու անվտանգության, ինչպիսի պաշարներ ռեալ գոյություն ունեն, հաշվի առնելով ժամանակակից մոտեցումները, ժամանակակից մեթոդիկաները,
Եվ այդ աշխատանքի արդյունքում պետք է պարզվեն, թե ինչ լրացուցիչ աշխատանքներ պետք է կատարվեն անվտանգությունը բարձրացնելու համար։ Ասվածը որն է։ Պիտի պարզենք, որ ինչը ինչպես է աշխատում եւ ինչպես է ապահովում ըստ դրա մեր անվտանգությունը։ Ուրեմն պետք է վերլուծվեն անվտանգության համակարգերի ներկայվիճակը, ինչպես նաև այդ համակարգերի աշխատունակությունը եւ բավարար լինելը ոչ միայն սկզբնական մի վթարի, մի պատճառի ուրեմն հետևանքով, այլ նաև այսպես կոչված, եթե վրադիր լինի մի վթարը, ուրեմն նաև երկրորդ վթարը տեղի ունենա, երկրորդ պատճառը տեղի ունենա, ինչպես Ֆուկուսիմայում, այնտեղ եղավ երկրաշարժ, հետո ցունամի։ Մինչև այժմ ընդունված էր հետևյալ սկզբունքը, որ միայն մի սկզբնապատճառ են նայվում վթարների սկսման եւ դրանց կանխարգելման։ Հիմա արդեն դիտարկվում է երկու սկզբնապատճառի հետևանքով ինչպիսի վթար կարող է լինել եւ արդյոք անվտանգության համակարգերը պատրաստ են դիմակայելու նման վթարի։ Ստրես տեսը դա է նշանակում եւ հայկական ատոմակայանում սկսվել են աշխատանքները, ընդհանրապես ընդունված է եվրոպական երկրներում եւ հետագայում արդեն դա ընդունվեց աշխարհի մյուս երկրների կողմից, որ պետք է սեպտեմբերին ավարտվեն աշխատանքները, որից հետո կարգավորում մարմինը պետք է գնահատի կատարված աշխատանքները, բավարար լինելը, խորությունը կատարված աշխատանքների եւ դրանց հիման վրա կմշակվեն միջոցառումներ անվտանգության այս կամ այն ուրեմն կարևոր հանգույցում միջոցառումներ իրականացնել անվտանգություն ավելի բարձրացնելու համար։ Եվրոպան այն տարածքն է, որը ճիշտ է անընդհատ խոսում է անվտանգության մասին, բայց որևէ կերպ ատոմային էներգիայից հրաժարվել չի կարող, որովհետև աղքատ է էներգառեսուրսներով, մինչև այլընտրանքը կգտնվի։ Եվ բնականաբար շարունակվում է ատոմակայանների կառուցման գործընթացը, հիմա ասում են նոր չափանիշներով։ Ինչ նոր չափանիշներ են դրանք, ինչն է հաշվարկվում այդ ատոմակայանը, նոր ատոմակայանը կառուցելիս։ Բնականաբար փոխվել են, չէ՞, չափանիշներն ու պահանջները ժամանակի։ Տեսեք, օրինակ մեր ատոմակայանում նույն սեյսմիկ վիճակը, որ գնահատվում ենք, մենք հիմա մեր ատոմակայանում հաշվում ենք 0.35G, բայց նոր ատոմակայանի համար արդեն նախատեսված է 0.4G։ Սա արդեն բավականին ուրեմն նոր միջոցառումներ պետք է կատարվի, որպեսզի ապահովի սեյսմոկայունությունը նոր կառուցվող ատոմակայանի։ Եվրոպական երկրները, այդ թվում եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նոր մեր ատոմակայանի, գործող ատոմակայանի համար ուրեմն սահմանել էր այսպիսի մի փաստաթուղթ, որը կոչվում է TECDOC 640, եւ այդ չափանիշներին համապատասխան պետք է մոդեռնիզացվի մեր ատոմակայանը։ Եվ սկսած արդեն մոտ 10 տարի մեր ատոմակայանը այդ ծրագրին համապատասխան մոդեռնիզացիա է կատարվում, то есть բարձրացվում է ատոմային էլեկտրոկայանի անվտանգության մագարտակը եւ այդ TECDOC 640-ի պահանջներին համապատասխան բոլոր միջոցառումների մի մասը կատարվել է, մի մասը այսօր գտնվում է գործընթացում, դեռևս չի ավարտվել։ Պետք է գտնվում է հիմա հենց այս պահին, ուրեմն գտնվում է եւ մոտակա տարիներին էլ ուրեմն առաջիկա տարիներն էլ նոր լրիվ կավարտվի այս բոլոր առաջարկները, որը տվել է մագատեն նման սերնդի, ինչպիսի մեր ատոմակայան էր, ատոմակայանների անվտանգության մագարտակի բարձրացման։ Այսպիսի փաստաթղթեր կան, նոր նորմատիվ փաստաթղթեր կան, որին համապատասխան արդեն նոր ատոմային էլեկտրոկայանը պետք է կառուցվի համապատասխան այդ նորմատիվ փաստաթղթերի, որոնց մենք անվանում ենք, եթե ես չեմ սխալվում, պարոն Մարտիրոսյան, 4-րդ սերնդի, 4-րդ սերնդի, 3+, 4-րդ սերնդի ուրեմն ռեակտորներն են, 4-րդ սերնդի ատոմակայաններն են, որոնք օժանդակ հանգույցները նույն ռեակտորի վրա ավելի պահանջներ է դրվում, օժանդակ համակարգերի վրա նոր պահանջներ է դրվում, այսպես։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ 4-րդ սերնդի 3 գումարած 1 կամ, չգիտեմ, այդ սերնդի նոր ատոմ ռեակտոր կառուցելու շուրջ քննարկումները շարունակվում են կամ արդեն որոշված է, մենք արդեն այդ մասին զրույցը կշարունակենք Կարճատև դադարից հետո Գովազդ Դեշանթի եթերում։ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը իր նախագծման ռեսուրսները ժամանակը կսպառի 2016 թվականին, հիմա Հայաստանում քննարկվում է նոր ատոմային ռեակտոր կառուցելու հարցը, ինչ փուլում է նոր ատոմակայանի կառուցումը։ Ուրեմն համաձայն կառավարության որոշման նոր ատոմակայանը շահագործման հանձնվելուց հետո միայն երկրորդ էներգաբլոկը, գործող էներգաբլոկը դուրս կգա շահագործումից։ Նոր ատոմակայանի կառուցման նախապատասխանատվական փուլն է դեռևս, որը համաձայն ընդունված նորմատիվների, նաև միջազգային փորձի տևում է 1-ից 1.5 տարի։
Հիմնական խնդիրը ֆինանսական է։ Ֆինանսների հայտնվելու հետ կսկսվեն նաև այսպես կոչված զրոյական աշխատանքները, շինարարական աշխատանքները, այն հրապարակում, որը նախատեսված էր եղել ժամանակին կառուցելու երկրորդ հերթը հայկական ատոմակայանի, որը պետք է բաղկացած լիներ VVR 440, բայց արդեն երկրորդ սերնդի ատոմակայաններից։ Հարթակը հայտնի է, նույն հրապարակում ինչ որ գործող ատոմակայանը, Այդ դեպքում ինչպես պիտի ընթացքը լինի, գործող ատոմակայանի աշխատանքին չի խանգարի նոր ատոմակայանի կառուցումը։ Շատ կարևոր հարց եք տալիս, իսկապես դա շատ կարևոր խնդիր է, եւ այն բոլոր ատոմակայանները, որտեղ կան եւ գործող ատոմակայաններ եւ կառուցում են նոր բլոկներ, այդտեղ հատուկ ուշադրության է արժանանում այդ հարցը, որպեսզի գործող ատոմակայանների անվտանգության վրա նոր բլոկների կառուցումը որևէ ձևով չանդրադառնա։ Այդ հարցը նաև մեր ուշադրության կենտրոնում է եւ կառուցման ժամանակ անպայման նման ուրեմն խնդիր կքննարկվի, որպեսզի բացառվի որևէ ազդեցություն կառուցող շինմոնտաժային աշխատանքների ժամանակ գործող բլոկի անվտանգության վրա։ Նոր էներգաբլոկը ով է նախագծել եւ ինչ էներգաբլոկ է դա։ Դա նույն VVR 1000 այսպես կոչված ուրեմն էներգոբլոկներ են, որը նախագծել են ռուսները, ռուսական կողմը, եւ են կառուցվել է տարբեր երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում, նու դրա VVR 1000-ը էլ տարբեր մոդիֆիկացիաներ կան, ինչպես VVR 440 գոյություն ունի, VVR 440, 213, 230, մեր 270, այդպես էլ VVR 1000-ը տարբերվում են մոդիֆիկացիաներ, տարբեր մոդիֆիկացիաներ կան եւ այդ VVR 1000 ռուսները նախագծել, բայց այստեղ մի նրբություն կա, որ տարիների փորձ այս երբ որ երկրորդ անգամ վերագործարկվեց մեր ատոմային էլեկտրոկայանը, օգտագործեցինք տարբեր ֆինանսական ռեսուրսներ, նույն Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է բավականին մեծ ուրեմն գումարներ, որը եւ որոշ համակարգեր հենց իրենց մշակած համակարգերն են ներդրվել մեր ատոմային էլեկտրոկայանում, որը այսօր շատ հաջողությամբ շահագործվում է։ Մենք օգտագործել ենք ֆրանսիական տեխնոլոգիաներ, չափիչսկի սարքավորումների։ Աշխարհում հենց այսպիսի նախագծերով են հիմա կառուցվում ատոմակայաններ։ Ատոմակայաններ տարբեր նախագծեր կան, կա եւ VVR 1000, կա կանադական տիպի կոնդո։ Նկատի ունեմ ժամանակակից լինելու իմաստով, նոր տեխնոլոգիաների իմաստով։ Ժամանակակից իմաստով, այո, այն վտարները, որը տեղի ունեցավ Չեռնոբիլում եւ Ճապոնիայում, դրանք RBMK տիպի, եռացող տիպի ռեակտորներ, մեր եռացող տիպի ռեակտոր չէ։ Կոնստրուկտիվ տեսակետից լրիվ նրանք իրարից ուրեմն տարբերվում են։ Տարբեր տեսակի ատոմակայաններ կա, շատ հաջողված էներգոբլոկներ են կոնդու տիպի ծանր ջրով աշխատող ուրեմն ատոմային էլեկտրոկայաններ, որը կա Ռումինիայում, հիմնականում կանադական ռեակտորներ են, ջրաջրային ռեակտորներ, նույն ջրաջրային ռեակտորն է 1000, միայն թե ավելի մեծ հզորությամբ, այսպես ասենք, բարձ լեզվով։ Նույն VVR 440-ը ընդհանուր պրինցիպները նկատի ունեմ, բայց ավելի հզոր։ Ընդհանրապես ատոմակայանը, որը սպառում է իր նախագծման ժամկետը, ռեսուրսը, հետո ինչ է լինում այդ ատոմակայանի հետ։ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ նման ատոմակայանների նախագծային ժամկետը երկարացվում է։ Մեր ատոմակայանի նման ատոմակայաններ կան աշխարհի գործում են 8 երկրներում, այդ թվում նաև Ֆինլանդիա եւ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա։ Որպես կանոն այդ ատոմակայանների կյանքի տևողությունը երկարում է եւս 15 տարով։ Առավել ասեմ նաև, որ Ֆինլանդիան արդեն ընդունել է որոշում եւ իրականացնում է ծրագիրը, նաև հզորությունն է մեծացրել, նա աշխատում է 10% ավելի հզորությամբ, քան նախագծային հզորությունը։ Այսինքն անվտանգության պաշարի սկզբանե շատ մեծ է դրված եղել այս տիպի ատոմակայաններում, VVR 440, որը գործում է մեզ մոտ։ Մենք նույնպես հավանաբար կգնանք այդ ճանապարհով։ 2016 թվականին կլրանա մեր ատոմակայանի նախագծային ժամկետը, բայց կառավարության ընդունած որոշման համաձայն նոր ատոմակայանը կընդունվի շահագործման, գործող բլոկը կհանվի շահագործումից։ Դա կլինի հավանաբար 2018-2020 թվականներին։ Եվ ատոմակայանը ներկայումս արդեն պատրաստվում է նման մեծ աշխատանքի, որովհետև դա պահանջում է լրացուցիչ մեծ հաշվարկներ, հետազոտություններ, ստուգումներ, որպեսզի նրանք հիմք ունենան դիմելու կարգավորում մարմին, այսինքն մեր կոմիտեին ստանալու լիցենզիա, շարունակելու ատոմակայանի շահագործումը եւս որոշակի ժամկետով։
Նման փորձ կա աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ, սկսած Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա։ Եվ թերևս ամփոփենք արդեն, որոնք են այն հետևությունները, որոնք պետք է անել, երբ հիշում ենք մի վթարի տարելիցը եւ աչքի առաջ ունենք բոլորովին վերջերս նոր վթար։ Նախ եւ առաջ կուզեի շեշտել, որ այո, ատոմակայանը դա հզոր էներգիայի աղբյուր է հանդիսանում եւ Հայաստանի նման պետության համար առավել եւս, որտեղ սուղ են կամ բացակայում են գազ, նավթ, նման ռեսուրսներ չունի Հայաստանը եւ ատոմակայան ունենալ եւ նոր ատոմակայան ունենալը դա խիստ կարեւոր է։ Մեր ռազմավարությունն է դա պահանջում, էներգետիկ անվտանգությունն է դա պահանջում։ Ատոմակայանի վրա պետք է անդադար գտնի ուշադրության եւ կառավարության եւ շահգործող կազմակերպության ուշադրության կենտրոնում։ Պետք է անպայման բոլոր միջոցառումները, ինչ թելադրվում է կատարել, հետևել դրանց կատարմանը, ծախսել ֆինանսական միջոցներ եւ միջև վերջին օրը, դա չի նշանակում, որ մենք ասում ենք միջոցառումները կատարում անվտանգության մագարտակի բարձրացման, 2 տարի հետո առաջարկված միջոցառումները կավարտվի կամ գտնվի ինչ-որ նոր փուլում, դա միջև շահագործման վերջին օրը անընդհատ պետք է ուշադրություն դարձնել ատոմակայանի անվտանգության մագարտակին։ Այստեղ զիջում ներում չպետք է լինի։ Այ միայն այսպիսի դեպքերում մենք կարող ենք հանգիստ ասել, որ մեր ատոմակայանը գտնվում է անվտանգ վիճակում, այլապես թևերը ծալել ինչ-որ հանգստանալ մի բանով, այսպես չի կարելի, մինչև վերջին օրը։ Շնորհակալություն, որ այս առավոտ հյուր էիք մեր տաղավարում, իմ հյուրերն էին Վահրամ Պետրոսյանը, Հայատոմ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենը եւ Աշոտ Մարտիրոսյանը, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ։ Շնորհակալություն։ Խիստ էլեկտրաֆիկացված է մեր կյանքը, դրա սպառման ծավալներն ապահովելու եղանակներից առայժմ ատոմի տրոհումից առաջացած էներգիան է, որ կարողանում է բավարարել մեր հեռուստացույց դիտելու, համակարգչով աշխատելու, լոգանք ընդունելու եւ մյուս բոլոր ժամանակակից հարմարավետություններից օգտվելու պահանջարկի հիմնական մասը։ Չեռնոբիլի աղետից հետո մինչև հիմա, այսինքն 25 տարի անց անգամ Վանա լճի մերձակայքում են ռադիոակտիվ տարրեր հայտնաբերվում։ Սկանդինավյան երկրներում Չեռնոբիլից հետո դարձյալ դեռ ճառագայթված արգելված գոտիներ կան։ Ատոմը քանի զենք չէր, մարդկության կենսամակարդակը բարձրացնող դարի հայտնագործություններ համարվում, որ այն զենք չդառնա մարդկության դեմ, նաև այս տեսքով դարձյալ մարդու գործողություններն են հարկավոր։ Այսօր այսքանը ցտեսություն, առաջարկում եմ հետևել նաև եղանակի տեսությանը։